Բարև ձեզ, այսօրվա մեր հյուրը կլինի Մարինա Հակոբյանը, ով երկար տարիներ ապրել է Մեծ Բրիտանիայում։ Բարև ձեզ, Մարինա ջան։ Բարև ձեզ, սիրելի Շուշան։ Շնորհակալ Շնորհակալ եմ, եմ հրավերի համար։ Մենք էլ ենք շնորհակալ, որ ժամանակ հատկացրեցիք, որպեսզի մեզ պատմեք Մեծ Բրիտանիայի ձեր կյանքից եւ համեմատենք Հայաստանի հետ։ Եվ ընթացքում էլ կիմանանք, թե ինչպես եղավ, որ որոշեցիք վերադառնալ հայրենիք։ Դե սկսեցինք։ Ինչու գնացիք Անգլիա։ Նախ սկսեմ, որ Անգլիա գնացել եմ 25-26 տարեկան հասակում, ամուսնության նպատակով, ծանոթացա ամուսնուս հետ, ով անգլիացի էր, եւ անգամ Հայաստանի տեղը չգիտեր իրականում, եւ շատ հետաքրքիր էր այդ հանդիպումը, օրեր հետո ինքը նույնիսկ ուզում էր գալ Հայաստան, որպեսզի ծանոթանար մեր մշակույթի հետ, բայց մոտավորապես 1 տարի շարունակ մենք փորձեցինք այսպես համացանցով կապ հաստատել, ընթացքում եկավ Հայաստան, 1 շաբաթով ես ծանոթացրի մեր հայկական մշակույթին, մենք շատ ճանապարհորդեցինք մեր Հայաստանի գեղեցիկ այսպես վայրերով, եւ հետաքրքիրն այն է, որ օգոստոս ամսին, երբ մենք ծանոթացել էինք արդեն, այդ ամսվա ընթացքում 2002 թվականն էր, այսպես իմ ասպետը եկավ եւ մենք միասին ամուսնացանք եւ տեղափոխվեցինք Անգլիա։ Այստեղ եք ամուսնացել։ Այդպես է ստացվել, այո։ Իսկ Անգլիայում շատ հետաքրքիր էր այն իմաստով, որ ինձ համար նոր աշխարհ էր, որովհետեւ ես առաջին անգամն էի լինում այսպես ասեմ, օտարության մեջ մանավանդ իմ ոչ հարազատների հետ, հա, ինձ համար ես ոչ մեկ չունեի Անգլիայում իրականում, չգիտեի ուր եմ գնում, ճանապարհները որտեղ են տանում, բայց չգիտեմ, այնպիսի մի հանգստություն ունեի, իրականում այդպիսի մի ներքին զգացողություն կար, որ ես շատ հանգիստ էի զգում, երևի վստահություններ ամուսնուս նկատմամբ, որ ամեն ինչ շատ լավ է լինելու, երևի իմ դրական մոտեցումներ կյանքի նկատմամբ, հա, եւ ասեմ ձեզ, որ բավականին հեշտությամբ ինտեգրվեցի այդ երկրում, առաջին տարվա ընթացքում իմ վիզայի հետ կապված, քանի որ settlement վիզա էր կոչվում, ես իրավունք չունեի աշխատելու, սովորելու, աշխատելու իրավունք չունեի իրականում, եւ այդ առաջին տարին ես մտածեցի, որ մեծ հնարավորություն է ինձ համար, ես գիտեի անգլերեն, բայց ոչ այնքան, որ ազատ շփվեի անգլիացիների հետ, այսպես ասեմ, էլի, ուրեմն ինձ համար դա մեծ հնարավորություն էր, որպեսզի ես անընդհատ լսեմ, ավելի կայունացնեմ իմ լեզուն, զարգացնեմ, մարդկանց հետ շփումները հաստատեմ եւ այսպես ինձ համար ոնց որ ծանոթություն, ճանաչողություն էր երկրի հետ այդ առաջին տարին։ Հետագայում բնականաբար, երբ արդեն իրավունք ստացա աշխատելու, ասեմ ձեզ, դա մի այլ փուլ էր իմ կյանքում, որ ես պիտի հաղթահարեի, քանի որ այստեղ ես ճիշտ է աշխատանքի 7 տարվա, որ ասում են ստաժ ունեի, հա, կարգավիճակ ունեի աշխատանքային, բայց ես չգիտեի ինչից պիտի սկսեմ։ Շատ դժվար է, գիտեք, երբ որ այս երկրում ես Հայաստանում, դու գիտես, որ անգլերեն լեզուն անհրաժեշտություն է, մանավանդ այդ տարիներին շատ անհրաժեշտություն էր եւ կարող էիր հեշտությամբ գտնել աշխատանք։ Իսկ այնտեղ բոլորը անգլիախոս են եւ իմ անգլերենը իրենց ոչ մեկին առանձնապես չի հետաքրքրում, որովհետեւ իրենց համար բնականաբար թույլ անգլերեն պիտի լինի, որովհետեւ իրենք native են։ Եվ ես պատկերացրեք 100-ից ավել տարբեր աշխատանքների եմ դիմել, եւ ինձ չէր վախեցնում իրականում, որ ինձ մերժեին կամ չպատասխանեին, ինտերվյուներին, հարցազրույցներին, երևի այդ 100-ից 3 թե 4 հատին եմ գնացել իրականում, բայց ինձ ոչինչ չէր վախեցնում, ասեմ ձեզ, ես նորից իմ հանգստության մեջ էի, ճիշտ է, շատ անգամ այսպես նեղվում էի, մտածում էի, բայց անընդհատ փնտրտուքների մեջ էի, ես ինչ կարող եմ անել, որպեսզի ես իմ առաջին աշխատանքը գտնեմ Անգլիայում, ու չգիտեի ինչից պիտի սկսեմ, ես գիտեի, որ ուզում եմ ինչ-որ մի բան, որը
օֆիսային աշխատանք, հա, այդպես հիմնականում այդպես էր իմ դրվածքը, որ ես պիտի գտնեմ այնպիսի աշխատանք, որը որ գրասենյակային է։ Մնացածը չգիտեի ինչ եմ անելու։ Դա առաջին ոնց որ նպատակն էր։ Եվ բարեբախտաբար, այսպես ես ձեզ ասեմ նաև հարցազրույց անցնելու համար մի մեծ ճանապարհ եմ անցել, որպեսզի ես ճիշտ կարողանամ հարցազրույց մասնակցել եւ անցնել, որովհետեւ գրքեր կային հատուկ, որ ես գնել էի եւ մոտավորապես մի 2 ամիս ես աշխատել եմ այս գրքերով, որպեսզի կարողանամ հասկանալ ինչպես անցնել ինտերվյու, ինչպես անցնել հարցազրույց։ Այդպես պատկերացրեք, դա ինձ օգնեց։ Դա ինձ համար մեծ ճանապարհ բացեց։ Առաջին աշխատանքը ես գտա 3 ամսով temporary, այսինքն ժամանակավոր մի աշխատանք, եւ օգնեց նաեւ ռուսերենի իմաստությունը, քանի որ մի կազմակերպություն, որը մեծ միջազգային Ronson International կազմակերպություններ, իրենց հանրաժեշտ էր ինչ-որ մեկը, որ կարողանար ռուսերեն գրագրություն, այսպես խոսք, ինչ-որ գոնե մի քիչ չափով կարողանար տիրապետել։ Դա առաջին իմ աշխատանքն էր։ Գիտեք, արտասահմանում, երբ որ առաջին աշխատանքը դու գտնում ես, դա այնքան կարևոր է, որ դու կարողանաս ճիշտ ընկալվել, հա, որովհետև դու նոր ես մտնում այդ աշխարհ, դու մարդկանց հետ պիտի հաղորդակցվես, դու պիտի հասկանաս միջազգային շուկայում ինչպես ես դու խոսելու, customer service, հա, տարբեր այսպես բաժիններ կան, որոնց հետ դու պետք է իրականում նոր միջավայր ստեղծես։ Եվ պատկերացրեք, որ դժվարությամբ, բայց փորձել եմ հաղթահարել նաև այդ լեզվի, հա, որ ամեն ինչը պիտի փորձեի նաև լեզուն ճկունացնել, զարգացնել, եւ այսպես 3 ամիս շարունակ ես փորձեցի ինչքան հնարավոր էր սովորել, որտեվ 3 ամիս ժամանակ ունեի։ Հաջորդ իմ աշխատանքի համար ես պիտի ինչքան հնարավոր էր իմ CV-ի մեջ կարողանայի գրել ես ինչ եմ արել։ Դա այնպիսի աշխատանք էր, որ ամբողջությամբ նոր էր, order processing, sales order processing։ Հաջորդ աշխատանքը, երբ որ փնտրում էի, ես մտածեցի հենց այս աշխատանքն էլ ես կփնտրեմ։ Sales order processing։ Դա մի աշխատանք էր, որը առևտրի հետ էր կապված, բայց դա միջազգային առևտուր էր, որը որ այն ժամանակ հիմա իհարկե շատ են այդ բաները, բայց այն ժամանակ չկար Հայաստանում օրինակ։ Մենք պետք է պատվերները, առևտրի պատվերները իրականացնենք եւ մեծածախ առևտրի պատվերներ տարբեր աշխարհի տարբեր կենտրոններից։ Եվ իմ հաջորդ աշխատանքը եղավ արդեն մի կազմակերպությունում, որտեղ ես արդեն շատ ավելի մեծ կազմակերպությունների հետ շփվեցի, ես արդեն իմ դիրք ունեի որպես sales order processing administrator, իմ արդեն սենյակը ունեի նաեւ իմ հարգանքը, իմ այսպես շատ հետաքրքիր ստացվեց, հաջորդ անգամ ես անմիջապես անցա ինտերվյուն։ Այսինքն այդ առաջին աշխատանք գտնելը դա մեծ կարևոր քայլ է օտար երկրում, երբ որ դու կարողանում ես հաղթահարել եւ չընկճվել։ Քեզ կոտրել հնարավոր չի, որովհետև դու մտածում ես, դու մենակ ես այդ երկրում, ճիշտ է, դու օտարազգի հետ ես ամուսնացել, բայց միևնույնն է, դու մենակ ես։ Քո ուսերին է դրված ամբողջ ծանրությունը, որ դու պիտի տանես քեզ հետ։ Եվ կարծում եմ շատ այսպես տարիների ընթացքում շատ բաներ հաղթահարեցի եւ գիտեք տարիների ընթացքում սովորեցի այնքան տարբեր բաներ, ես իրականում զգում եի, որ ես ծարավ եմ։ Ես գիտության ծարավ եմ, ես անընդհատ փնտրտուքների ծարավ եմ, ամեն ինչի մեջ փորձում էի նորը գտնել, ինչքան հնարավոր է սովորել եւ այսպես, քանի որ սովորելու հետ միշտ մինչև հիմա սեր եմ ունեցել, ես սովորեցի միջազգային հաշվապահություն, այնտեղ կոչվում էր AAT,
տեսեք, ամբողջ տարվա ընթացքում դու պիտի սովորեիր, գրքերը հատուկ գրքեր էին, որոնք պիտի գնեիր եւ դրանք միջազգային քննություններ էին, այսինքն դու ուներ քննությունների օրեր տարվա ընթացքում, հատուկ օրեր էին այդ օրերը, որ դու պիտի պատրաստ լինեիր այդ քննության օրերին։ Եթե դու չանցնեիր այդ տարին, դու նորից պիտի վերահանձնեիր հաջորդ տարին։ Այսինքն այդ քննությունները շատ կարևոր էին, միջազգային ստատուս ունեին, որ որտեղ էլ գնաս, դու ինքդ կարող ես հաշվապահություն կազմակերպել եւ անել։ Ես աշխատանքներիս հետ այսպես համատեղ փորձել եմ նաեւ սովորել։ Երեկոյան սովորում էի, ամբողջ օրը աշխատում էի։ Եվ կարողացա նաև մոտավորապես 5-6 տարվա ընթացքում նաև հաշվապահությունը սովորել միջազգային եւ գիտեք գործուղումների մեջ եմ միշտ եղել, միշտ զբաղված է եղել իմ կյանքը իրականում։ Ես գործուղվել եմ իրականում մի շատ կարևոր գործընթաց եմ կատարել Անգլիայում, Անգլիայից Հնդկաստան, որի մասին ես շատ չեմ խոսում իրականում, բայց երբ որ ես մտածում եմ իսկապես ես ինչպես կարողացա հաղթահարել այդ process-ը, մոտավորապես 5 ամիս շարունակ գնացել եմ Հնդկաստան գործուղման, բոլոր ծախսերս հոգացել է իմ կազմակերպությունը, Infor Software Company էր կոչվում, եւ գիտեք, այն ժամանակ recession էր կոչվում Անգլիայում, այդ մի պերիոդ կար, այսպես 10 թվականին, 11 թվականին, որ բիզնեսները, քանի որ շատ տնտեսական վիճակը մի փոքր անկայուն էր, շատ բիզնեսներ իրենց ծառայությունները, շատ բաժիններ իրենք տեղափոխում էին Հնդկաստան, Չինաստան, այսպես երկրներ, որտեղ կարող էին ավելի հատուժ ունենալ, հա։ Եվ քանի որ այդ կազմակերպության մեջ ես համարվում էի EMEA, այսինքն Europe, Middle East, Africa, այդ տարածաշրջանի կարծես bookkeeper-ը, հա, այդ հաշվապահությունն է ես իրականացնում, գործուղվեցի Հնդկաստան, որպեսզի մեր order processing-ը, այսինքն այդ առևտրի ամբողջ process-ը եւ նաեւ մեր billing-ը, այդ EMEA billing-ը, որպեսզի իրականացնենք մենք Հնդկաստանում եւ ունեցել եմ 2 տարբեր թիմեր, ամեն թիմերում մոտավորապես 14-ից 15 այսպես հնդիկներ եւ իրականացրել եմ այդ աշխատանքը ամեն անգամ գնալով եւ վերահսկելով հա ամբողջ process-ը ես պատկերացրեք Անգլիայից մենակով էի գնում միայնակ էի գնում, իսկ Ամերիկայից, քանի որ միջազգային կազմակերպություն էր, մեր headquarters-ը կոչվում, հա, մեր հիմնական գրասենյակը Ամերիկայում էր գտնվում։ Իրենք գալիս էին տնօրինությունը այնտեղից մի քանի հոգով, իրենք էլ Ամերիկայի process-ներն էին բացատրում։ Կանայք էին, իդեպ շատ հաջողակ, լավ կանայք են իրենք, ես իրենց հետ ծանոթացա, ես Անգլիայից միայնակ, իրենք միշտ 3-4 հոգով եւ 5 ամիս շարունակ ես իրենց հետ ամեն օր այսպես աշխատել եմ Հնդկաստանում եւ մենք մեծ հաջողություններ ունեցանք, որ վերջապես կարողացանք տեղափոխենք այդ process-ները։ Այո, Անգլիայից տեղափոխեցինք Հնդկաստան։ Եվ այդպես ես դարձա վերահսկողության, այսպես մենեջեր, Անգլիայում ինձ տվեցին նաև վերահսկողության թիմ, ունեցել եմ 4 այդպես իմ աշխատողները եւ Հնդկաստանում ունեցել ենք 2 թիմեր, ում հետ ամեն օր արդեն սկսեցինք աշխատել։ Ես իմ բալիկներին իհարկե ունեցել եմ շատ ավելի ուշ, Հայաստանի հետ կապը միշտ է եղել, ասեմ ձեզ, երբեք կապս չի կտրվել։ Ես գալիս էի գրեթե ամեն տարի, նույնիսկ 2 անգամ։ Տեսեք, քանի որ ես աշխատում եմ ֆինանսական բաժնում, թեև իմ պայմանագրերով ես կարող եի օգտագործել տարվա ընթացքում 25 աշխատանքային օր, բայց միևնույն է, ես ամբողջապես չէի կարող վերցնել այդ օրերը։ 2 շաբաթ, եւ հետո 2 շաբաթ։ Այսինքն կարող էի 2 շաբաթ գնալ մեկ այլ երկիր, 2 շաբաթ գալ Հայաստան օրինակ, կամ նույն տարվա մեջ 2 անգամ այդպես գալ Հայաստան, այդպես Կար, որ 2 անգամը գալիս էի Հայաստան։ Իդեպ ես մենք նաև ամուսնուս հետ տուն էինք գնել Հայաստանում։
Եվ դա եղավ մոտավորապես 2-3 տարի հետո, երբ որ ես արդեն Անգլիայում էի, արդեն աշխատում էի, արդեն կայացել էի ինչ-որ մի ձևով աշխատանքի մեջ, հա, որ ես արդեն մշտական աշխատանք ունեի, ես թույլ տվեցի, որ գամ Հայաստան, 1 շաբաթվա ընթացքում տուն գնեմ եւ նորից վերադառնամ, եւ դա բավականին կարծում եմ դա մեր հաջողություններից մեկն էր ընտանեկան, այսպես կայուն հիմք ստեղծեցինք հայկական միջավայրում Հայաստանում, որպեսզի մենք գանք ոչ մեկին չխանգարենք, այսպես ասեմ, հա, թեև իմ ընտանիքը շատ միշտ էլ ուրախ, սրտաբաց ընդունել է ինձ, բայց դա չէր կարևոր, կարևորը մենք գալիս էինք մեր տուն, մենք գալիս էինք մեր օջախ, մենք դրանից լավ էինք զգում, երբ որ մնում էինք մեր տանը։ Եվ այսպես մենք ունեցել ենք մեր տուն, այսինքն ամեն տարի ես եկել եմ, գնացել եմ եւ հետագայում դե իմ երեխաները արդեն ծնվեցին, եթե ես տարիներ շարունակ ինձ նվիրել էի, այսպես ասեմ, աշխատանքին, կարիերային եւ այլն, եւ ստեղծել էինք ամուսնուս հետ հնարավորինս մեր բոլոր ֆինանսական կարողությունները, որքան որ կարողացել էինք տարիների ընթացքում, արդեն ժամանակներ, որ համալրվեր մեր ընտանիքը, ունեցանք մեր 2 հրաշալի տենց բալիկներին եւ դրանից հետո ասեմ, իմ կյանքը ամբողջովին փոխվեց, որտեւ ես արդեն մտածեցի, որ ես մայր եմ եւ պիտի զբաղվեմ իմ բալիկներով։ Ես ամբողջ այդ իմ աշխատանքային կարիերան դրեցի մի կողմ, տարիների, հա, որ ես մոտավորապես 10 քանի տարիներ, այդպես երկար տարիներ աշխատանքի մեջ ունեցա նաեւ հաջողություններ, ինչպես ասեցի, բայց դա ամբողջը ես դրեցի մի կողմ։ Եվ զբաղվեցի իմ երեխաներով եւ մինչ օրս իրենց հետ ինձ համար լավ ամեն օրս լցվում է եւ այսպես ես ուղղակի մայրական այդ զգացողությունը ամեն օր եմ ապրում եւ կուզենամ ամեն կին զգա այդ մայրական հաճելի զգացողությունը։ Բայց մեծ են չի մայրերի իրանք արդեն։ Հիմա քանի որ մենք արդեն Հայաստանում ենք ապրում, մենք վերադարձել ենք Հայաստան, երբ մենք Անգլիայում ենք, իրենք մեկը 3, մյուսը 5 տարեկան էր, բնականաբար մեկը 10 տարեկան, մյուսը 12 տարեկան, արդեն 7 տարի է մենք վերադարձել ենք Հայաստան, այդտեղ ենք արդեն հիմնովին տեղավորվել։ Ամեն դեպքում այդ հայ մամայի այդ բանը ներքին ուժը ոնց որ խոսում է, էլի ձեր մեջ կապ չունի թե Անգլիայում թե Հայաստանում ոնց որ հայ մամա մնում է հայ մամա, էլի։ Այո, գիտեք, այդ արմատների կապը, անցյալի, այդ ծնողների հետ կապը, ինձ մոտ դրանք շատ խորն են եղել, շատ ամուր են եղել, հայրենիքի հետ կապված կապը եւ սերը, ես ասեմ ձեզ, փոքրուց միշտ ճանապարհորդել ենք, դա եկել է իմ ծնողներից, հայրենիքի նկատմամբ սերը, միշտ իմ մեջ այդպես իրենք սերմանել են փոքր տարիքից։ Այն ժամանակ շատերը չգիտեին Ստեփանավանը որտեղ է, Լոռին որտեղ է, Գյումրին, մյուսը ես այդ բոլոր տեղերում փոքր տարիքից եմ եղել։ Ես հիշում եմ պապայիս կողմը Քյավառից էին, ես հիշում եմ գնում էի հաց էի թխում, լավաշ էինք թխում, հա, այսպես այդ բույրն էի նույնիսկ հիշում։ Ես Հայաստան վերադառնալուց առաջ մի բանաստեղծություն էի գրել եւ այդտեղ այնքան շատ լավ է, այսպես կարոտ է զգացվում։ Ասեմ նաեւ, որ 17 թվականից, այսինքն 20 տարի հետո ես վերադարձա նորից գիր ու գրականությանը, կարծես հոգիս կանչում էր, հայրենի այսպես կանչ կար, որ ես ուզում էի գրել, եւ սկսեցի գրել, Անգլիայում այսպես սկսեց ինձ մոտ հորդել եւ սկսեցի գրել։ Գրել եմ նաեւ մինչեւ 20 տարեկանս, այսինքն դպրոցական տարիքից մինչեւ 20 տարեկան, եւ դրանից հետո գիտեք կանգ է առել ինձ մոտ, ես երբեք չեմ մտածել, որ ես կանդրադառնամ գրականությանը։ Հիմա չեք գրում, բայց Հիմա գրում եմ, չէ, հիմա գրում եմ, ուզում եմ ասել, որ 17 թվականին, 2017-ին, ինձ մոտ մի հոսք եղավ, որ ես սկսեցի նորից գրել, 20 տարի հետո, եւ երբ Հայաստան վերադարձա, ես հրատարակեցի իմ 2 գրքերը,
Քանի որ բավականին արդեն ունեի բանաստեղծություններ, պատմվածքներ, ուշացած երազներ, այո, Մարի Գլեն, եթե կտեսնեք վերևում, դա Մարի Գլեն ձեր կեղծանունն է։ Դա իմ ու ամուսնուս անունն է իրականում, մշակութային անունն է, որը Գլեն իմ ամուսնու անունն է։ Երբ մենք ծանոթացանք, չգիտես ինչի այդպես միտք առաջացավ ինձ մոտ, երկուսիս անուններ իրար կողք այսպես տեղադրելու, եւ երբ սկսեցի գրել իմ գրքերը, մտածեցի ինչ որ մի բանով ուզում եմ տարբերվել, որպեսզի Մ Հակոբյան երբ որ գրում են, կարողանան նաեւ տարբերել, հա, որովհետեւ կար նաեւ Մարինե Հակոբյան, եւ ես Մարինա Հակոբյան էի, ես սկսեցի նաեւ հանդես գալ որպես Մարի Գլեն, այսպես, եւ ունեմ անգլիանի աչքերով։ Սա արդեն Հայաստանում եք գրել ես գիրքը, թե էլի այնտեղ։ Ես գրել եմ հիմնականում ամբողջությամբ Անգլիայում, երկու գրքերն էլ գրվել են Անգլիայում։ Անգլիան իմ աչքերով իրականում չեմ մտածել երբևէ, որ գիրք է դառնալու, որովհետև շատ-շատերն էին հետաքրքրվում, ինչպես է Անգլիայում կյանքը, եւ Facebook-յան հարթակում բոլորը ինձ հարցնում էին, իմ մտերիմները բնականաբար, կարող ես մի քիչ պատմել Անգլիայից, որ մի քիչ այսպես տեղեկություն ունենանք։ Փորձել եմ հնարավորինս այսպես անկեղծորեն ներկայացնել պատումների ձևով։ Նախ ասեմ, որ 26 մասից է բաղկացած, ինչու 26, որովհետև ես 26 տարեկանում գնացի Անգլիա, խորհրդանշական է այդպես, եւ որոշեցի 26 մասերով ավարտել գիրքը, որպեսզի դա ավելի խորհրդանշական դառնա։ Փորձել եմ հնարավորինս տարիների այդ վարագույրը զգացմունքային իրականում որակավորումներ չեմ տվել իմ գրածներին, փորձել եմ անկեղծորեն, ինչպես զգացել եմ, ինչպես որ մտածել եմ, որ պիտի լինի ավելի շատ մտքի, հա, այսպես ներմուծումներ կական այսպես հատկությունները, հա, որ զգացմունքներ շատ չլինեն, որտեղ շատ անգամ զգացմունքները խանգարում են գրի նաև դեպքում։ Եվ փորձել եմ այդ երկիրը ներկայացնել իր դրական եւ բաց կողմերով։ Հիմնականում, ասենք, գունեղեն եւ աշխարհին փորձել եմ նայել ինքս իմ աչքերով իրականում։ Չեմ ստեղծել այսպես բաներ, հա, երազանքներ, փոքր տարիքում շատ եմ ունեցել երազանքներ, դա ասեմ նաև Անգլիայում ապրելով դու փոխվում ես, դու որպես մարդ դու շատ կայանում ես, անկախ քեզանից այդ երկիրը քեզ ավելի կայունադարձնում ու այդ զգացմունքները շատ անգամ խանգարում են։ Երբ որ դու զգացմունքով ես այնտեղ Անգլիայում ապրում, դու շատ բան կորցնում ես։ Բայց սարն են, չէ՞ իրոք իրանք։ Տեսեք էլի դուք որ ասում եք, եթե էմոցիայով եք շարժվում, խանգարում է, երևի իրոք սարն են, էլի իրանք տեսակով, չէ։ Գիտեք, մենք այդպես ենք սովոր, որ ասենք սարն են։ Ես հասկացել եմ, ես մի քիչ իրենց այսպես փորձել եմ բնութագիրը հասկանալ, ինչու են այդպիսին։ Նախ դպրոցում իրենց երեխաներին հենց սկզբից, նախ 3 տարեկանից բոլոր երեխաները պիտի իմանային ամեն ինչ։ Իրենք հագնվել պիտի իմանան, իրենք ուտել, ամեն ինչ երեխան պատրաստ պետք է լինի, ասենք preschool է իրենց մոտ կոչվում, երբ որ գնում են մանկապարտեզ, նախադպրոցական, իրենք ամեն ինչին պատրաստ պիտի լինեն։ Իրենց կոշիկ հագնելը, ուտելը միայնակ, այսինքն մաման չի անում իրանց համար, իրենց բաճկոնը հագնելը, նույնիսկ այդ ցեպը քաշելը, հա, այսինքն ամեն ինչ իրենք միայնակ պիտի կարողանան անել։ Դա արդեն ինձ համար ես գտնում եի, որ ինքնուրույնություն է տալիս։ Բոլոր երեխաներին իրենք այդպես են փորձում աշխարհ մտնել։ Երբ որ գնում են արդեն preschool, հա, իրենք առաջին բանը, որ նաև սովորում են, պետքա բոլորին չվստահեն։ Դա առաջին նոտաներից մեկն է, հա, որ իրանք անցնում են կյանքի դասերից մեկը, որ օտարից դու ոչինչ չպիտի վերցնես, օտարի հետ չպիտի խոսես, օտարին թույլ չտաս քեզ համբուրել, նույնը դպրոցում 5 տարեկանում դպրոց են գնում, իմ տղան 5 տարեկանում սկսեց դպրոց գնալ, կոչվում infant school,
Եվ մի անգամ եկավ ասեց մամի, they asked me not to kiss anyone apart from my family, այսինքն ինձ ասել են դպրոցում, որ ես ոչ մեկի թույլ չտամ ինձ համբուրել։ Գիտեք, դա արդեն բարիեր է մտցնում երեխայի մեջ, ինքը գիտի, որ ինքը թույլ չի տալու ոչ մեկ իրան մոտենա, բացի իր ընտանիքի անդամներից, որպեսզի իրան այսպես համբուրեն կամ գրկեն։ Ոչ թե դա սառնությունն է, այլ ես կարծում եմ վստահությունն ավելի շատ, զգուշությունն ավելի շատ, այո, քանի որ այդ երկրում վատ բաները իսկապես շատ են։ Ես տեսեք, եթե Հայաստանում երբեք այդպես մասսայաբար չէի լսել, որ կարող են լինել բռնաբարություններ, սպանություններ, մյուս բաներ եւ այլն, ինքնասպանություններ, դա այն որ ամեն օրվա մեր թեմաներն էր, որ մենք ամեն օր լսում ենք դա հեռուստաընկերությամբ։ Այսինքն գիտեք, մեծ երկրներ են, նախ ասեմ, որ մուսուլմանները շատ են, երկրորդ երկիրը, երբ որ գնում ես Բերմինգեմ օրինակ, Մանչեսթեր, Բերմինգեմ, Լեսթեր, հա, այդ միջին, ոնց որ ասած, Միդլենդ, հա, սենց հա, ոնց որ, պատկերացրեք, համարյա սպիտակ դուք չեք տեսնում։ Իրենք շատ հանդուրժող են, իրենք թույլ են տալիս, որ իրենց մոտ գան, մարդիկ ապրեն, կայանան, ընտանիքներ ստեղծեն, իսկ մարդիկ հիմնականում օտարները, մուսուլմանները գալիս են եւ շատ երեխաներ չեն լինում էլի երևի։ Ունենում երեխաներ են ունենում, իրենք լավ հաստատվում են, այսպես ասեմ։ Այդ երկրում երևի թե ավելի քիչ հիմա սպիտակների ենք հանդիպում, քան այսպես այլազգերի։ Այո, որովհետև իրենք շատ հանդուրժող են, իրենք բոլորին ընդունում են, բայց բնականաբար դա էլ իր վտանգներ ունի, արդեն ստեղծվում են նաև վտանգներ։ Բայց օրենքները չեն մշակում, որ եթե իրանք իրանց տեղացիներին դեռ մանկապարտեզից սովորացնում են, որ պիտի չվստահեք, զգույշ լինեք, բայց ամեն դեպքում ոնց որ գրկաբաց են դիմավորում, էլի։ Տեսեք, երբ որ աշխատանքի ընդունվեցի, ուրեմն ստորագրում ենք պայմանագրի մեջ, նաև կետ կա, որ մենք բոլորս պիտի հանդուրժող լինենք, բոլոր ազգերի նկատմամբ, մենք խտրականություն չպիտի դնենք, տարիքային խտրականություն, ազգային, մշակութային, հա, այսպես սովորույթների նկատմամբ, այսինքն իրենք փորձում են բոլորի հետ այսպես հոժար ապրել, որ մեկը մյուսին հանկարծ չվիրավորի, վատ աչքով չնայի, հա, այսպես, ոնց որ, երբ որ մանավանդ աշխատում ես մեծ կազմակերպություններում, միջազգային կազմակերպություններում, այդ ձգվածությունը շատ է լինում, դու անընդհատ, ասեմ ձեզ, նաև դպրոցներում, նախ ասեմ, մինչև 12 տարեկանը երեխաները պիտի իրենց ծնողների հետ ամենտեղ լինեն, դու իրավունք չունես քո երեխային աչքաթող անելու, չես կարող օրինակ ասես, դու խաղա դրսում, ես գնամ մի հատ խանութ գամ, հա, ոնց որ մենք հայերս այստեղ Հայաստանում ցանկացած իրավիճակներում, չէ, կարող ենք ասել, դու մնա մի քիչ խաղա, ես հեսա գնամ հարևանի տուն կոֆե խմեմ գամ, այդպիսի բան չկա այնտեղ, դու աչքդ չպիտի թարթես հանկարծ, որ քո երեխան քո աչքից այն կողմ լինի։ Ինչ կլինի օրինակ։ Գողանում են երեխաներին, ասեմ ձեզ, եթե պոլիսը տեսնի, որ երեխան մենակ է, ու ծնողը կողքը չի, դա արդեն խնդիր է ծնողի համար հենց, պատասխանատվության են կանչում։ Օրինակ, եթե ինչ-որ մի քերծվածք է ունենում երեխան, ասենք խաղացել է, ընկել է եւ այլն, դպրոցում դու պարտադիր կամ մանկապարտեզում դու ստորագրում ես, որ դու դրանից տեղյակ ես։ Եթե եղել է, ասենք, դպրոցում դեպքը, նորից ստորագրում ես, որ դու տեղյակ ես, որ դու չես բողոքում դրա դիմաց, գիտեք, այնքան լարվածություն կա, մանր այսպիսի բաներ կա, որ դու լարվում ես այդ երկրում ինչ-որ տեղ, հասկանում եք։ Մենք դա չունենք Հայաստանում, մենք պիտի հասկանանք Հայաստանում, որ մենք այնքան երջանիկ պահեր ունենք մեր, իսկապես, մենք շատ լավ բաներ ունենք Հայաստանում, որ պիտի պահպանենք։ Քիչ մենք էլ ենք մտնում ամեն դեպքում դրա տակ էլի։
Այդ եմ ուզում ասեմ, շատ արժեքներ վերանում են, սովորույթներ են վերանում, նաև գիտեք, մի փոքր մի բան ասեմ, անգամ ծննդյան օրերին ես այնպես էի սպասում փոքր տարիքում եւ Հայաստանում էի, ես այնքան էի սպասում երբեմ նվեր ստանալու։ Ու գիտեք, երբ որ նվեր էի ստանում, ես երևի թե մի շաբաթ դնում էի իմ կողքին, այսպես բարձիս կողքն էի դնում նվերները, եւ փայփայում էի, որտեվ դրանք ինձ համար այնքան կարեւոր էին, ովքեր էին տվել նվերները, ես ինչ էի ստացել։ Գիտեք, հիմա այդ չկա մի տեսակ, այդ սպասումը չկա, ամեն ինչ կա, եւ նաեւ ծնունդ են հրավիրում, ասենք դու գումար ես տալիս, դու նվեր չես տալիս, մարդիկ նվեր քեզնից չեն սպասում։ Այդ գիտեք հետաքրքիր լավ, այն փոքր նույնիսկ սիրելի արժեքները վերանում են։ Հետաքրքիր է երեխաներին, բայց սովորեցնում եք այնտեղ հայերեն կամ տառերը կամ գոնե բառեր։ Տեսեք, ավելին ասեմ, ես տանում եմ երեխաներին հայկական կիրակնորյա դպրոց։ Ուրեմն 10 տարի մեքենա վարել եմ այնտեղ եւ դրանցից մեկը հենց եղել է նա, որ ես պիտի կարողանամ այդ երկրում ազատ վարել մեքենա եւ երեխաներից տանել այն տեղերը, որտեղ որ իրանց անհրաժեշտ է ուսուցման եւ այլնի համար, հա, կարեւոր իրենց տեղերը պետք է այնքան անկախ լինեմ, որ ես երբեք ոչ մեկի վրա հույս չդնեմ, հա, ավտոբուսի վրա, մյուսի, ամուսնուս վրա նույնիսկ, հա, որտեղ ինքը միշտ աշխատում էր։ Եվ ես փորձեցի 3 տարեկանից կարծեմ մեծ տղայիս տանել արդեն հայկական դպրոց, կիրակնորյա դպրոց։ Եվ տարիներ շարունակ պատկերացրեք, մոտ 2-3 տարի 2 երեխաներիս էլ տարել եմ, որպեսզի ես լինեմ նախ առաջին հերթին հայկական միջավայրում։ Դա ինձ էլ էր անհրաժեշտ, որտեվ ես կտրված էի հայկական միջավայրից, դա ինձ էլ էր անհրաժեշտ։ Եվ երկրորդը, որպեսզի իմ երեխաները ճանաչեն հայ տառերը, հայ միջավայրը, հա, որպեսզի հայկական միջավայրում մեծանան։ Այնտեղ հայկական երգեր էին սովորում, իրենք գիտեին ով է գրել, ասենք թե Մեսրոպ Մաշտոցի մասին, արդեն 3 տարեկանից այնտեղ դպրոցում են անցնում եւ այլն, հայկական երգերին են ծանոթանում, շատ լավ բաներ կան, որոնք այսպես գիտեք հայերը փորձում են պահպանել, բայց դժվարությամբ հեշտ չի տրվում դա։ Հայերին հեշտ շաբաթը մի օր ընդամենը քիչ է։ Շաբաթը 1 օր էր, մոտավորապես 2-3 ժամ էինք լինում դպրոցում, բայց ես մոտավորապես մի ժամից ավել միայն մեկ ճանապարհը ես վարում էի, որպեսզի հասնեի Լոնդոն, ես Լոնդոնից դուրս էի բնակվում։ Farnborough ես վարում էի, որպեսզի հասցնեի երեխաներիս հայկական դպրոց, հայկական համայնքի հետ մենք նստում էինք, սուրճ էինք վայելում իրար հետ, այդ շաբաթվա այսպես Հայաստանից լուրերն էինք ստանում եւ այլն քննարկում, փորձում ենք այդ հայկականությունը պահպանել, մեկս մյուսիս օգնում, թեյ պատրաստում եւ այլն եւ գիտեք, այդ շատ կարևոր է, այդ հայկական միջավայրում օտար երկրում լինելը, շատ գուցե երեխաները հայկական դպրոցում այդքան լավ հայերեն չխոսեն, որովհետև ընտանիքի դերը շատ կարևոր է, որպեսզի հայկական ընտանիքներում օրինակ խոսեն հայերեն, հա, բայց ես ասեմ նույնիսկ այն ընտանիքներում, որ հայապահպանությունը, հայախոսությունը, հայաճանաչությունը փորձում են բարձր մակարդակի վրա պահել, որ ոչ մի անգլերեն բառ չլինի անգամ ընտանիքում, կողմանի նույնիսկ հայ ընտանիքներում, հա, որ մայրը հայ է, հայրը հայ է, այդ երեխաները հայերեն են խոսում սովորում, բայց նրանց համար էլ է խնդիր։ Գիտեք ինչու, որովհետև նրանք ուզում են շփվել հայ երեխաների հետ, իրենց տարեկիցների հետ, բայց քանի որ իրենց տարեկիցների հայերենը այնքան բավարար չի, նրանք էլ են կորցնում, նրանք էլ են անգլերեն են խոսում։ Այո, ստացած անգլերեն են խոսում։ Ես նաև եղավ մի պահ, որ 3 ամիս դասավանդեցի հայկական կիրակնորյա դպրոցում, ինձ հնարավորություն ընձեռվեց, որպեսզի ժամանակավոր ես դասավանդեմ։ Գիտեք, հայերենի ժամին երեխաները շատ ուշադիր լսում էին, երաժշտությունը հայկական ընդունում, ամեն ինչ իրենք շատ լավ այդ պահին, դասի ժամին ընկալում էին։
բայց երբ որ լինում էր ընդմիջման ժամ, իրենք միևնույն է վերադառնում էին իրար մեջ, մեր հայ բալիկները նորից անգլերեն էին խոսում։ Ասեմ ձեզ, Եվրոպայում բավականին դժվար է հայկականությունը պահպանելը, շատ դժվար, որովհետև միջավայրը այսպես տանում է, միջավայրը իր մեծ դերն է կատարում, ու ես դա տեսնելով, ասեմ ձեզ, թեև ես գալիս էի Հայաստան, գնում էի, անգամ երեխաներիս հետ էի արդեն գալիս, գնում, հա, բայց միևնույնն է, գիտեք, այդ բարեկեցիկ կյանքը ինչքան էլ որ շատ սիրուն կյանք ես այնտեղ ապրում, նախ ես ասեմ, որ շատ եմ ճանապարհորդել, ինձ այդ երկիրը տվել է մեծ անսահման հնարավորություններ, կարողացել եմ լավ աշխատավարձ ստանալ, բարեկեցիկ կյանք ունենալ, տուն ունենալ, աշխարհը տեսնել, աշխարհով ման գալ, ինձ համար մեծ դռներ է բացել իսկապես Անգլիան, ես շնորհակալ եմ այդ տարիների համար, որ անցկացրել եմ Անգլիայում, բայց միևնույնն է, օտարությունը, հասկանում եք, եւ այդ բարեկեցիկ կյանքը գալիս է մի պահ, որ դու խեղդվում ես, դու չես դիմանում, դու հասկանում ես, որ դու այդտեղ չես պատկանում, հասկանում եք, ես ամեն անգամ, որ խոսում եմ դրա մասին, ես միշտ հուզվում եմ, ասեմ ձեզ, հիմա էլ մի փոքր հուզվեցի, ու քեզ համար դա խորհուրդ է մնում, տեսեք, անգամ 7 տարի է ես Հայաստանում եմ, բայց այդ կարոտը կանչում է, որ հետ գաք։ Գիտեք, ես իմ գրքերում եմ գրել, որ իմ լուսաբացները հայերեն էին սկսվում, որովհետև ես այդ միակ ժամանակն էր, որ կարող էի զանգել Հայաստան առավոտյան, խոսել մայրիկիս հետ, ու ես խնդրում էի, որ ինքը խոսի, ես լսեմ, որտև ամբողջ տարվա ընթացքում ես հայերեն շատ քիչ էի լսում, դա միակ ժամանակն էր, որ գոնե մայրիկս կարող էր խոսել, ես լսեմ, գիտեք, լինում էր պահեր, ես մոռանում էի հայերենը, որովհետև դու օտարության մեջ, մանավանդ երբ ապրում ես օտար հողում, օտար միջավայրում աշխատում ես, դու ամեն օր այդ միջավայրի, ոնց որ ասած, այսպես գերին ես դառնում իրականում, որովհետև դու ուր գնում ես, օտար լեզու է, ամեն տեղ օտար, ու դու կարոտում ես այդ քո հայերենին, հասկանում եք, այդպես Բայց հետաքրքիր որ դեպուս այդքան որ ամբողջ օրը ուրիշ լեզվով եք խոսացել, ձեր ուղեղի մեջ անդադ բոլոր նախադասությունները եղել է այդ մտքով, այդ օտար լեզվով, բայց հիմա ընդհանրապես ոնց որ չզգացվի, էլի մի բառ, որ այդ կողմից է ոնց որ Ես առաջին տարին, որ եկա Հայաստան, իմ հարևանուհիներից մեկը նախ ասեմ, որ մեր ջուրը կտրել էին, Կոմիտասում էինք ապրում 4-րդ հարկում, եւ մեր ջուրը կտրել էին։ Ես ստիպված իջել եմ առաջին հարկ, որպեսզի ջուր կրեմ, բերեմ 4-րդ հարկ։ Այդ մեկ տարի ապրելուց հետո Անգլիայում եկել եմ Հայաստան։ Հիմա ինձ հարևանները լսում են, որ ես հայերեն եմ խոսում, հարցեր են տալիս, ասում եմ, բայց լեզու չի փոխվել, մտածում եմ, բայց ինչու պիտի փոխվեր, հա, իրենց թվում էր, որ դու գնում ես, դու արևմտահայերեն անմիջապես պիտի խոսես, քո լեզուն պիտի փոխվի, հա, բայց ասեմ ձեզ, ես իմ վրա իսկապես շատ եմ աշխատել, տեսեք, ես եղել եմ օտար միջավայրում, եղել եմ հաշվապահության, հա, նույնիսկ ես հայերեն, կարելի ասել, շատ քիչ եմ օգտագործել, շատ քիչ, ասում եմ, երբ որ մայրիկիս հետ էի խոսում, ես ուզում էի ուղղակի լսել, ես զգում էի բառեր եմ ես մոռանում, որպեսզի հայերեն ասեմ, այդ եղել է։ Չէ, փորձից ելնելով եք ամեն դեպքում ասում, որովհետև մենք էլ որ օրինակ լինում է որ շփվում ենք, մեկ էլ ԱՄՆ-ից ինչ որ մեկը գալիս է կամ թեկուզ sense շփվում ենք, մենք զգացում է պահի տակ ինչ որ բառեր, չէ, so կամ այո, մեզանից է ստացվում, օքեյ ենք ասում, հա, անկախ մեզանից է ստացվում, որ մենք դա ասում ենք, որտեվ մի տեսակ այսպես ենթագիտակցաբար ես դա անում, դա չես անում, որ ձև ուղակի տաս, հա, սենց ասեմ, դա ենթագիտակցաբար այդպես լինում է, որ օտար բառեր այո սկսում ենք օգտագործել նաև։ Ողջունելի է, որ նույնիսկ գրելուց լատինատար չէիք գրել ամեն դեպքում, հայատար էիք գրում չաթում։ Ես երբ Facebook-ը բացվեց, ասեմ ձեզ դիմատետրը, նախ ես Անգլիայում դիմատետրում միշտ եմ եղել, անգլիական։
Հետո որ տարիներ հետո շատ ավելի ուշ, երբ որ Հայաստանում բացվեց, ես մի տեսակ գիտեք ուրախություն ապրեցի, որ ես կարող եմ հայերեն գիրը տեսնեմ, հայկական միջավայր, այսպես կարոտս առնեմ ինչ որ ձևով ու փնտրում էի բոլոր իմ ծանոթներին, որպեսզի ավելացնեմ, ես իմ կապս կարողանամ այդպես պահպանեմ, հայապահպանությունը այսինքն։ Եթե թույլ կտաք, ես մի բանաստեղծություն կարդամ, որը ես գրել եմ Հայաստան վերադառնալուց առաջ, բայց ես չեմ իմացել, որ ես Հայաստան եմ վերադառնալու։ Այսինքն իմ պլաններում չի եղել, հա, ոչ մի անգամ այսպեսի խոսք չկար, որ մենք վերադառնալու ենք։ Դա իմ կարոտն է մարդիկ։ Եք որոշել, այսինքն որ պիտի վերադառնաք։ Եկեք կարդամ հետո, կհասկանաք, գուցե այլ հարց կտաք, կամ մի քիչ այլ ձևակերպում կտաք։ Հայրենի եզերք։ Քեզ մոտ եմ գալիս, իմ տուն հայրենի, որ նորից գքվեմ իմ բաց թևերով, նայեմ Մասիսին ամեն առավոտ, փարվեմ լանջերին ամուր կրկելով, շրջեմ ամենուր հայոց աշխարհում, անցնեմ լեռներով ու բաց դաշտերով, նստեմ քարերին հայացքս հեռուն, ոտքերս թռչեմ հոսող ջրերում, մտնեմ օջախը ազնիվ գյուղացու, հոգով ջերմացնեմ տները դատարկ, մի խմոր հունցեմ լավաշի համար, կրակը վառեմ հայոց թոնրատան, իմ ձեռքով քաղեմ միրգը քաղցրահամ, ու մեր ծիրանի համից հագենամ, բալ ու կեռասի գույնով սքանչանամ, վարդի ու դաղցի բույրից խենթանամ, այցելեմ հայոց բերդերն անառիկ, զորած քարերի տեսքով հիանամ, առեղծված դարձած մեր քարահունջի, դարերից եկած ոգով զորանամ, այսքանից հետո ես ոնց հեռանամ, ու նորից ապրեմ օտարի հողում, ու ամեն անգամ արցունքն աչքերիս, գնում եմ տանից ու մտնում այլ տուն։ Անտիվ։ Են որ լրիվ հայկական ամեն շտրիխը մեջը կա էլի, որ սեզ զգացումը հոգով գրած է էլի։ Լավ, բա ոնց որոշում կայացրեցիք, որ պիտի վերադառնաք։ Կամ ձեր ամուսինը օրինակ ոնց համաձայնվեցին։ Նախ ասեցի, որ ամուսինս անգլիացի է, բայց մենք ամեն տարի եկել ենք Հայաստան, գնացել ենք, մենք ունեցել ենք մեր տունը Հայաստանում։ Այսինքն մենք որ գալիս ենք, ամեն անգամ նույնիսկ այստեղ մեքենա ենք վարձում, մենք Հայաստանով մեկ պտտվում ենք, շրջում ենք։ Իմ ամուսինը արդեն Հայաստանը անգիր գիտեր այդ տարիների ընթացքում։ Եվ բնականաբար եւ երեխաները ծնվեցին եւ այլն, մենք մի օր ինքը միշտ ասում էր, մի օր մենք կվերադառնանք Հայաստան, կապրենք Հայաստանում։ Այսինքն դա կար, ցանկությունը կար իր մեջ, բայց ես քանի որ չէի ուզենա իմ թելադրանքով, հա, այսպես լինի, որ ես եմ ուզում դրա համար պիտի գնանք Հայաստան, ինչքան էլ որ ցանկությունը շատ մեծ էր, միշտ այդ կարոտը եղել է, միշտ այդ հայի իմ տան, ոնց որ ասած, օջախի կարոտը ես միշտ զգացել եմ, հա, հայկական։ Բայց միևնույն է, ես պիտի թողնեի իր մեջ ոնց որ հասունանար դա։ Որոշումը իրանը լիներ էլի։ Որոշումը իրենը լիներ, այո։ Գիտեք, բաներ կան, որոնք գուցե դրանք մեր որոշումները չեն։ Ես այդպես եմ հասկանում, որտեվ շատ բաներ իմ կյանքում եղել են հենց Աստծո կամքով։ Ես չեմ պլանավորել, ես դրա կրողը չեմ եղել իրականում։ Եվ հասկացա, որ մեր Հայաստան գալը նաև դարձավ նույն իրավիճակը, որ մենք ուղղակի 5 րոպեում ճաշի սեղանի շուրջ, նույնիսկ այն ռեստորան, ասենց ասեմ, հա, իրանց մոտ ամեն ինչը ռեստորան են ասում, բայց մեր ռեստորանների նման չեն, ուղղակի գնում ես դրսում ճաշում ես, հետ ես գալիս, այսպես ասեմ, երեխաների հետ դուրս ենք այդպես եկել ընտանեկան օրեր, կիրակի օրեր, եւ այդպես զրուցելու ընթացքում հասկացա, որ ինքն էլ ինչ-որ մի ցանկություն ունի փոփոխության։ Հետո որ ինձ հարցրեց, ասեցի, գիտես, ասեցի, ես էլ երկակի կյանքով եմ իրականում ապրում, որովհետև առավոտյան ես վեր եմ կանում հայկական այսպես մտքերով, հետո իմ կյանքն էլ Անգլիայի այս միջավայրի մեջ, ասում եմ, ես երկակի կյանք եմ իրականում վարում ինձ համար էլ,
ասեց կգնայր Հայաստան, ինքը ինձ հարցը տվեց։ Ասեցի, այո, ինչու չէի գնա, իմ երկիրն է, իմ հայրենիքն է, ինչու չէի գնա։ Գիտեք, այնքան այսպես բանով ինքը ինձ հարցը տվեց, ասեց, չէ, ես քեզ լուրջ եմ ասում, ու ես զգում եմ սենց պատասխանատվություն, որ հիմա իմ բառից է կախված, հա կամ չէից է կախված, մեր հաջորդ քայլը։ Ասեց, չէ, ես քեզ լուրջ եմ հարցնում, կգնայր Հայաստանում կապրեիր։ Ասեցի, այո, ու էդ էր, վերջացավ, այդքանն է եղել մեր խոսակցությունը։ Մնացածը մենք կառուցել ենք դրա շուրջ։ Ասեց, դե ուրեմն գնում ենք Հայաստանում ապրենք։ Ասեցի, լավ։ Ուրեմն օգոստոս ամիսն էր մոտենում, մենք պետք է գայինք այսպես թե այնպես 3 շաբաթով երեխաների հետ, բան պիտի գայինք Հայաստան։ Մտածեցի արդեն բալիկներս 3 ու 5 տարեկան են, թող իրեն գան, մի հատ տեսնեն, հարցնենք, արդյոք իրենք էլ կուզենան, կսիրեն Հայաստանը եւ այլն, հետո որոշումը ոնց որ ավելի հիմնավոր կլինի։ Բարեբախտաբար ամեն ինչ շատ ավելի հաջող ստացվեց, քան նույնիսկ մտածում ենք, եւ գիտեք, այսպես տրամադրված ես եկել եմ 3 ամսում, դա ուղղակի չլսված բան է, ես ամեն ինչ վաճառել եմ։ Դա չէր կարող ուղղակի իմ ուժերով լիներ, հասկանում եք։ Դա եղել ասել գերբնական մի ինչ որ ուժի միջոցով, որ ինձ մղել է, ես ամեն ինչը շատ արագ ու հեշտ ամեն ինչը հաղթահարելով, շատ արագ հաղթահարելով անցել եմ, տունն էլ վաճառել ենք, մենք վերադարձել ենք։ Բայց հասկանում որ օրինակ ինքը մտածեց, որ խի եկանք կամ չգիտեմ, ամեն դեպքում իր համար հիմա Հայաստանում։ Այո, ես ձեզ ասեմ, Հայաստան գալը նույնիսկ մենք շատ մինչև հիմա էլ մենք անընդհատ դժվարությունների միջով ենք անցնում, դուք չկարծեք, որ մեր Հայաստան վերադառնալը այդպես շատ հեշտ է եղել։ Հեշտ է։ Չէ, մենք հենց սկզբից բախումների մեջ ենք եղել, հենց սկզբից, որ մենք եկել ենք մեզանից մեր ապրանքի դիմաց, մեզանից ուզել են բազմակի դոլարներ, որ մենք պիտի վճարենք մեր ապրանքը բերելու համար Հայաստան։ Այսինքն լիքը այսպիսի բաներ, որը մենք չպիտի տայինք եւ չտվեցինք եւ անցանք, բայց դա էլի մեր օրերի, մեր ամիսների այսպես հաշվին եղավ, հա, ու մենք անընդհատ ենք տարբեր բախումների մեջ, բայց դա մեզ չի վախեցնում, ասեմ ձեզ, որովհետեւ մենք ստեղծել ենք մի կյանք, որով մենք փորձում ենք ապրել ու սիրել։ Դա մեր ընտանիքն է, ամենակարևորը, որ մենք միասին ենք, համերաշխենք, խաղաղության մեջ ենք ապրում, մեր ներքին խաղաղությունը մենք պահպանում ենք եւ կարծում եմ դա ամենակարևորն է։ Գիտեք, մի անգամ ես մի արտահայտություն արեցի, որ մի աղջկա կյանք նույնիսկ դա փրկեց։ Ես ասեցի, այդ աղջկան անգլերեն էինք այսպես խոսում ու հետո ինքը եկավ ու ինձ ասեց, թե ինքը ինչքան բան սովորեց այդ մի քանի բառից։ Ասեցի, գիտեք, եթե հայ մայրը կամ ընդհանրապես մայրը, ընտանիքի մայրը ապրում է խաղաղության մեջ երջանիկ է, իր կյանքը բոլորը իր շուրջը երջանիկ կլինեն։ Այնքան կարևոր է, որ մեր հայ կանայք, մեր մայրերը ապրեն ու զգան այդ ներքին խաղաղությունը։ Ներդաշնակ լինեն։ Դաշնակ լինեն, այո, եւ դրանից շատ բան է կախված մեր առօրյայում։ Որովհետեւ եթե մենք ուզենք ստրեսներ, մենք ամեն օր ունենք ստրես Հայաստանում, ամեն օր դա մեր կյանքից այն որ չի բացակայում երբեք։ Բայց գիտեք, գիտակցաբար ես մոտենում ամեն ինչին։ Դու զգացմունքներով չես ապրում։ Ես դրա համար սկզբում ասեցի, զգացմունքներով փորձել եմ էլ չմոտենալ կյանքին, որտեվ դա ինձ միշտ խանգարել է։ Երբ մոտեցել եմ զգացմունքներով, ես կորցրել եմ շատ բաներ։ Էմոցիաները խանգարում են, էլի։ Էմոցիաները խանգարել են, բայց երբ որ ես աշխատել եմ մտքով մտածել եւ սխալ միտքը հանել իմ ոնց որ ասած մինչև դա կդառնա գործողություն կամ կմտնի իմ սիրտը, սենց ասեմ, հա, քանի որ այն ինչ որ գալիս է մեզ մոտ բառը, միտքը, հա, դա գալիս է մեր ուղեղից, չէ, մտնում է առաջինը մեր ուղեղ։ Եթե վատ բան ենք մտցնում, դա նաև մեր սրտի վրա է ազդում,
չէ, դա նաև ազդում է մեր առողջության վրա։ Եթե մեր սիրտը անհանգիստ է, խոցված է, ուրեմն լիքը մենք հիվանդություններ կարող ենք ձեռք բերել։ Բայց ես հասկացա մի բան, որ այդ խաղաղությունը պահպանելու համար մեր միտքը մենք ամեն օր պետք է մաքուր պահենք։ Հասկացաք, հա։ Դա ասեմ ձեզ, ամենօրյա պայքար է, ամենօրյա աշխատանք է։ Իհարկե։ Երեխաները բայց հեշտ հարմարվեցին, կամ հարմարվել են ընդհանրապես։ Ամեն դեպքում իրանք այդտեղ են ծնվել, էլի։ Մենք ամեն ինչը փորձել ենք մեր կյանքի համար հեշտացնել։ Մենք փորձել ենք, հա, երեխաները ոչինչ, ինտեգրվեցին, նորմալ ինտեգրվեցին։ Հիմա իհարկե տարբեր դպրոցներում են, բայց դա էլ մեզ չվախեցրեց, որովհետև մտածեցինք ամեն մեկը պետքա ճիշտ դպրոցում լինի, իրենց բնավորության համեմատ պետք է ճիշտ վայրում լինի, միջավայրում լինի, հա։ Այդպես կարծում եմ իրենց ճիշտ տեղերում են, դրա համար լավ են զգում իրենց։ Հա, բայց մասնավոր դպրոց են գնում, թե հանրակրթական։ Չէ, մեծ տղաս գնում է Չարենցի դպրոց, այսինքն են, որ ամեն օր իրենք պիտի դասեր անեն, պատրաստ լինեն, ու ինքը ամեն օր իր դասերը պատրաստ, փորձում է հնարավորինս ինչքան հասցնում է, պատրաստ գնալ, եւ իմ մաման, մայրս շատ մեծ ներդրում ունի այդ հարցում, այո, որովհետև մեծ տղայիս հետ ինքը ոնց որ սկսեց հենց սկզբից պարապել, եւ կարծում եմ այդ տատիկ ու թորնիկ հարաբերությունը լավ այսպես կազմվեց իրենց մեջ։ Հա, իսկ փոքրս Բլեյանի դպրոցում, այսինքն Սեբաստացու անվան դպրոցում է, եւ իր բնավորության համեմատ, քանի որ ինքը արշավներ է շատ սիրում, ճանապարհորդություններ, շատ իր համար հարմար է այդ դպրոցը եւ համակարգչով են դասանում, դա էլ մեկ ուրիշ տեսակի, այսպես հարմարություն է իր համար, որ երկուսն էլ սիրում են իրենց դպրոցները։ Կա մի բան, որ իրենց համար ստեղ տարօրինակ է, ոնց որ այդ մի բանին չհարմարվեն։ Չէ, գիտեք, որովհետև Հայաստանում հնարավորությունները ինչքան էլ մենք այստեղ կարող է բողոքենք, հա, հայկական միջավայրում մարդիկ բողոքեն իրենց կյանքից եւ այլն, ես գտնում եմ, որ մենք շատ դրական լավ բաներ ունենք դեռ, որ կարելի է դեռ պահպանել եւ մենք բոլորս պատասխանատու ենք դրա համար, ամեն մեկս մեր ճիշտ տեղում։ Հա, մենք պիտի երջանիկ լինենք ու մեզ օրհնված գանք, որ մենք մեր հողի վրա ենք ապրում։ Հասկանում եք, որտեվ այս հողն էլ կորցնենք, էլ մեզ ինչ ամոնում։ Մենք պիտի իսկապես երջանիկ լինենք, որ մենք մեր հողի վրա ենք ապրում։ Բարեկեցիկ, թող ոչինչ քիչ ունենանք, մի հացով լինենք, բայց հանգիստ ապրենք, խաղաղ ապրենք։ Իսկ կա ինչ-որ մի բան, որ կուզեիք Անգլիայից տեղափոխվեր Հայաստան ու զգում եք, որ այդ բաց է էլի Հայաստանում, կուզեիք, որ այստեղ էլ լիներ։ Այո, պատասխանատվության զգացումը շատ կուզենայի, որ մարդկանց մեջ լիներ, սերը մեկի նկատմամբ, որովհետև շատ ենք կորցրել իսկապես։ Հետո գիտեք ինչ, մի տեսակ ամեն անգամ լսում եմ կողքից ասում են, դե Հայաստանն է էլի, ես չեմ ընդունում դա, գիտեք, ես ամեն անգամ մերժում եմ, որ ինձ ասում են այդպես, ես ասում եմ, չէ, սա Հայաստան է եւ այո, մենք պիտի պատասխանատվություն կրենք մեր ամեն օրվա աշխատանքների մեջ, այսինքն սիրենք, հա, մեր երկիրը սիրենք, մարդկանց սիրենք, մեր հարևանին սիրենք, ամենտեղ մենք սեր տարածենք։ Ես որ մտնում եմ Facebook, ես տեսնում եմ անընդհատ բացասական, իմ էջում փորձում եմ հնարավորինս դրականը այսպես պրոպագանդեմ, որտեվ ես ուզում եմ գոնե իմ կողմից ես դրական ինչ-որ փոփոխություն մտցնեմ իմ կյանքի մեջ ու իմ շրջապատի մեջ։ Ամեն դեպքում Facebook-ի կյանքը ու իրական կյանքը միևնույնն է տարբերվում։ Շատ տարբեր են, իհարկե։ Facebook-ում մի տեսակ ավելի ագրեսիվ է, իրական կյանքում։ Բայց գիտեք, շատ բացահայտումներ են անում նաև մարդկային տեսակետից։ Ափսոսում ես շատ անգամ ուղղակի, ափսոսում ես։ Իսկ այստեղ լինելով հանդերձ, ամեն դեպքում դե ամուսինն էլ ձեր հետ է, փորձում եք, որ Անգլիայի ինչ-որ տոներ կամ ինչ-որ այդպես Այո, անպայման, տեսեք օրինակ Սուրբ Ծննդյան տոնը,
Մենք անպայման ամեն տարի նշում ենք մեր տանը եւ հրավերներ ենք անում այսպես, հենց անցկացնում ենք անգլիական ձևով։ Մենք հայկականն էլ ենք պահպանում, մեր երեխաների համար մենք երկուսն էլ պահպանում ենք իհարկե։ Երկուսն էլ իրենք, ես միշտ իրենց ասում եմ, դուք պետք է երկուսն էլ երկու ավանդույթները, երկրների մշակույթները պահեք, որպեսզի ձեզ միշտ լավ զգաք։ Սա էլա ձեր տունը, նա էլա ձեր տունը։ Դուք որտեղ կգտնաք, երկուսն էլ ձերն է։ Դուք ընտրության հնարավորություն ունեք, իհարկե։ Քրիսմասը մենք պարտադիր նշում ենք եւ սիրուն հրավերքներ ենք անում անպայման։ Ամեն դեպքում ձեր ամուսինն էլ հիմա իր երկիրն է կարոտում, էլի, իրան այստեղ շատ բան չզգա, չէ՞։ Ես միշտ հարցնում եմ, ասեմ ձեր ժամանակ առ ժամանակ այսպես հարցնում եմ, ասում եմ կուզենայիր գնալ, դե բաներ կա, գիտեք, որ հա կարոտում, բայց Հայաստանում այնքան ամեն ինչը հիմա կա, բարեկեցիկ կյանք ունենալու համար։ Իրականում ամեն ինչ էլ կա, այստեղ չկա բառը, իրականում շատ քիչ կա, որ ասենք չկա։ Այն էլ ինչ որ չկա, ովքեր որ գալիս են Անգլիայից, խնդրում ենք մի երկու բան բերում են իրենց հետ։ Օրինակ ինչ է։ Օրինակ, ասենք իրենց սոուսներից gravy է կոչվում, հա, gravy սոուսը, որը որ հիմա օրինակ Christmas-ին, Սուրբ Ծննդյանը դեկտեմբերի 25-ին հաճելի կլիներ, որ ունենանք եւ այսպես իմ ընկերուհիներից մեկը մի շաբաթ առաջ բերեց եւ մենք մեր տանը արդեն ունենք։ Այնպես որ դա արդեն այն որ ասում են չկա բառը չկա, էլի չկա։ Այսպես շատ քիչ բան կա, որ այնտեղից կարելի ասել չկա։ Բայց գիտեք, ուղղակի կյանքի որակների տարբերություններ կա եւ լավ եւ վատ։ Բայց Հայաստանը մեզանով է Հայաստան։ Մենք ինչպես որ ուզենանք, որ լավացնենք, մենք ենք մեր երկրի այսպես հաջորդականությունը մեր երեխաներն են, մենք պիտի լավացնենք մեր կյանքը, բոլորս անհատապես։ Իսկ այնտեղ փորձում եք, որ հայկական տոները նշեիք, թե անպայման։ Տեսեք, նոր տարին այնտեղ իրականում չեն նշում։ Այդ օրերը ինձ համար մի քիչ տխուր էր լինում առաջին տարիներին։ Ես ինչ որ մի ձև գտա կամ Հայաստան էին գալիս կամ գնում ենք նոր տարում, ասենք, այնպիսի երկրներ, որտեղ տաք էր, գոնե այդպես էինք ոնց որ անցկացնում, բայց փորձել ենք, այո, զատիկը, հա, Սուրբ Զատիկը նշել, հայկական համայնքի հետ լինել, եկեղեցի գնալ, իհարկե, պահպանել ենք, այո։ Մենք հայկական միջավայրով ասեմ ձեզ, որ կային հայ աղջիկներ, որոնք ամուսնացած էին օտար էլի ազգի հետ, մենք միշտ փորձել ենք միասին հավաքվել, մշակույթը պահպանել, մեր երեխաներին մեկը մյուսի հետ ծանոթացնել, որպեսզի նրանք էլ իրար ծանոթ լինեն, փորձել ենք, այնտեղ, գիտեք, ասում եմ, դժվար է պահպանել հայապահպանությունը դժվար է, բայց ինչքանով որ կարողացել ենք, փորձել ենք դա անել։ Խոհանոցներ, բայց օրինակ փորձում եք, որ ինչ-որ հայկական կերակուր անպայման, ես գիտեք ինչքան բաներ էի պատրաստում, ես ձեզ մի բան ասեմ, հայ լինելը պատասխանատվություն է դրսում, գիտեք, իսկապես պատասխանատվություն է, մանավանդ ես քանի որ Հայաստանում միշտ ապրել էի, լսել էի, որ հայերը ամբողջ աշխարհում են եւ այլն, եւ գնացի Անգլիա, ոչ մեկ չէին ճանաչում հայերին։ Ես ում հետ խոսում էի, ասում էին Albanian, ասում էի, չէ, ալբանացի չեմ, ես հայ եմ։ Այսինքն մարդիկ չեն ճանաչում, մինչեւ հիմա էլ չեն ճանաչում։ Տեղեր կան, որտեղ իրենց չի հետաքրքրում իրականում, այն մեծ երկրներին գիտեն, իրանց այդքանը հերիք է։ Հա, այսպես ասեմ, Հայաստանը որպես այդպիսին, հայկական մշակույթների մեջ ավելի շատ ինքը այսպես հարածանոթ, հա, դրանից դուրս մեկ էլ եթե ֆրանսիացի էր լինում, ազնավուրով էին մեզ ճանաչում, այսինքն այնքան կարևոր է, որ մենք այդ մեր մեծություններին ճիշտ գնահատենք այն ժամանակին, որտեղ նրանց միջոցով ենք մենք էլ ճանաչվում որպես հայ, թեկուս։ Ոնց որ կապող օղակ լինեն էլի։ Այո, պետք է այդ գնահատականը միշտ տանք ժամանակին։ Իսկ այնտեղ ինչն էր, օրինակ, դե հա, հայերի հետ չէիք շփվում, մեկը այդ կլինի, բայց ինչն էր, որ շատ էիք կարոտում ու ոնց որ զգայիք, որ պակասում էր Հայաստանի հետ կապված, որ սենց միշտ ասում եք Երանի Հայաստանի այդ բանը ստեղ լիներ ու ես ինձ ավելի ոնց որ ազատ կզգայի։ Ասեմ ձեզ, իսկապես այնտեղ հայկական խանութ չկար։
Ռեստորան նորմալ կարելի ասել չկար։ Ես նույնիսկ մի ռեստորան գնացի, երևի էր կոչվում, ես խայտառակ եղա ճիշտն ասած։ Ես տարել էի իմ ընտանիքին անգլիական այսպես իր եղբորը, եղբոր կնոջը եւ այլն, իսկապես չկար։ Հիմա գուցե կա։ Ես արդեն մի քանի տարի է Հայաստանում եմ, չգիտեմ Անգլիայում հիմա բավականին բաներ այս տարիներին փոխվել է, բայց այն ժամանակ մենք հայկական խանութ չունեինք։ Մենք օգտվում էինք մանավանդ լեհերը, որ եկան, ասենք թե այդ տվարոք, հա, տենց բաները, գրեչկան, նույնիսկ սենց բաները, հա, սպիտակաձավար եւ այլն։ Մենք փորձել ենք այդ խանութներից օգտվել։ Մենք լավը չունեինք այնտեղ, ճիշտ է, այստեղից հնարավորինս, օրինակ գինիներ, պահածոներ բերում էին, վաճառում էին, գոնե այդպես կարողանում էինք գնել, բայց ոչ ամեն ինչ, չէ, չկար, ուտելիքներ իրականում չկար։ Եվ ասում եմ, մեր միջոցով էր, որ մարդիկ ճանաչում էին հային կամ լսում էին հայի մասին։ Մենք մեծ պատասխանատվություն ունենք օտար երկրում, որ մեր միջոցով են ճանաչում հային։ Պետք է ճիշտ ներկայանալ, էլի։ Այո, շատ մեծ պատասխանատվություն է, ես ձեզ ասում եմ, դուք դրա համար ես հրավիրում էի իմ տուն եւ իրենց ուտեստներն էի պատրաստում եւ հայկական ուտեստները, հայկական երաժշտությունը հնչում էր, իրենցն էլ, այսինքն ես ոնց որ այսպես շատ խտրականություններ չեմ փորձել դնել, փորձել եմ միշտ հարգանքով վերաբերվել բոլոր ազգերի հետ, բոլոր։ Դե էլ երևի արդեն շփումն էլ որ մեծ է եղել, թեկուզ Հնդկաստան է գնացել, արդեն ոնց որ միևնույն է ամենտեղ ոնց որ Ես կարծում եմ, գիտեք, դա իմ ներսի սերն է, որ ես երբեք չեմ ունել, նույնիսկ փոքր տարիքում էլ, ինձ համար նշանակություն չի ունեցել ոչ մի ազգություն, ես համամարտկային եմ ինձ համարում, որպես մարդ, եւ դրա հետ միասին ես զգում եմ դա ավելի դյուրին է իմ կյանքը դարձնում, որտեվ ես չեմ ասում, դու հնդիկ ես, ես քո հետ չեմ ուզում շփվեմ, հա, դու չէ, տենց բաներ չկա իմ կյանքում։ Ես բոլորի հետ հավասար եմ, հարգանքով, սիրով։ Նույնիսկ Հայաստանում էլ ես ասեմ ձեզ, նաև ինձ շատ նմանեցնում են ուրիշ ազգերի, ես որ երկիր որ գնացել եմ, ինձ երբեք նախ որ շատ հայերի չէին ճանաչում, միշտ ուրիշ ազգերի են նմանացրել, իսկ հիմա շատ անգամ ասում են, ինչ լավ եք հայերեն խոսում, Հայաստանում ինձ ասում են, ինչ լավ եք հայերեն խոսում, մի անգամ այն առաջին տարիներին, որ եկանք Հայաստան, նոր էր սուպերմարկետ բացվել, Կոմիտասում էր հիշում եմ, ես մտա դուրս եկա, ուզում եմ արդեն վճարեմ եւ դուրս գամ, այդ վաճառողը ասեց, դուք էստեղից չեք, նայում եմ, մտածում եմ, ինչ որ արտասովոր բան չեմ հագել կամ արել կամ խոսել, հա, հայերեն եմ խոսում իր հետ, ասма չէ, դուք ժպտում եք, գիտեք, նենց հետաքրքիր էր, իսկապես դա իմ մեջ շատ տպավորվեց, այո, ես միշտ ժպտում եմ մարդկանց, որովհետև դա էլ է իմ կյանքը սենց բարի դարձնում, մարդկանց նկատմամբ ավելի հաճելի դարձնում, դա շատ կարևոր է, մենք ոնց ենք մարդկանց ընդունում մեր կյանք, որովհետև մարդիկ միշտ էլ գալիս են, գնում են, այնպես որ ամեն ինչ պիտի ժպիտով անենք ու չնեղվենք։ Սիրով, այո։ Մարինա ջան, իսկ որ ճամփորդում եք, այ ասեցիք շատ եք ճամփորդել։ Կպատմեք մի քիչ ձեր ճամփորդություններից ուր եք եղել, որ երկիրն է շատը ձեզ գրավել, ինչն էր որ հետաքրքիր կուզեիք Հայաստան լիներ, այդ երկրից ինչ որ մի նորություն կամ լավ գիծ։ Մի քիչ ճամփորդություններից։ Ասեմ, որ ճամփորդություն միշտ երազել եմ փոքրուց, ես հիշում եմ, որ փոքր էի, միշտ մտածում էի, այնքան կուզենայի նավի վրա լինել, ինձ միշտ դա կարծես այսպես գրավել է եւ ես իրականացրել եմ այն երազանքները, որտեղ հիմնականում ցանկություն եմ ունեցել գնալու Եվրոպայի մեծ մասը, բոլոր երկրներում մեծ մասամբ եղել եմ, Ամերիկայում, Հնդկաստանում, Աֆրիկայի տարբեր երկրներում եմ եղել, այսպես ամեն տարի ինչ որ մի այսպես ծրագիր էի կազմում եւ գնում էի, ընտանիքով մինչեւ Հայաստան գալը մենք կրուիզ կազմակերպեցինք, այսպես նավի ճանապարհորդություն, դա իմ երազանքի կատարումն էր իրականում եւ ես իսկապես այդ անմոռանալի է բոլորիս համար եղել, տարբեր երկրներ են գնացել, շատ մեծ սիրով ենք այդ հիշում, այդ տարիները։
Կա մի բան, որ կուզեիք բերել Հայաստան այդ երկրներից ինչ-որ մի յուրահատուկ մի բան։ Երևույթ թեկուզ պարտադիր չի էլի նյութական, բայց որ գրավել էր ձեզ ու գիտեիք, որ Գիտեք, ասեմ Հայաստանում այդ ձեզ, բանը չկար։ օրինակ, որ գնում ես ուրիշ երկրներ, տուրիստների համար, գիտեք, իրենք սիրում են, օրինակ, գնալ ինչ-որ միտեղ առավոտյան նաև, սրճել, թեյ խմել, հա։ Ես օրինակ շատ կուզենայի այդ մշակույթը մեզ մոտ մի փոքր ավելի զարգանար։ Օրինակ, ես էլ է լինում, որ երեխային տանում եմ դպրոց, այնքան եմ ուզում միտեղ մտնեմ ժամը 8-ին թեկուզ, սրճարան, հա, որտեղ ես կարող եմ ուղղակի թեյ խմել եւ այսպես հայկական ինչ-որ Նստել։ մի քաղցրավենիք վայելել, հա, այս պակասում է մեկ-մեկ ինձ մոտ, ես դրա կարիքը զգում եմ, ես պիտի սպասեմ մինչև ժամը 10 բացվի, որպեսզի գնամ օրինակ food court, հա, բայց այդ չեմ ուզում, ես ուզում եմ հաճելի այսպես մշակույթ ունենանք, որ մենք մեր հայկական սրճարանները նաև ունենք, որտեղ մենք կարող ենք մեր ժամանակը նաև այսպես կարծում եմ գուցե եւ կան, բայց մի քիչ ավելի օտարների համար են, էլի ոնց որ թե դրանք ոչ թե մեր հայկական միջավայրի համար, այսինքն թանկ է, սենց ասեմ ձեզ։ Ու երևի կենտրոնում ավելի շուտ։ Ավելի շատ կենտրոնում, այո։ Իսկ Հայաստանում, որ ասացիք, սկզբում շատ էիք ճամփորդում, տարբեր վայրեր էիք գնում, որ ձեր ամուսինը ոնց որ ծանոթանում էր Հայաստանին, կար ինչ որտեղ, որ ձեր ամուսինը շատ է հավանել ու ընդհանրապես ուր էիք բերում, որ ինքը ծանոթանար Հայաստանին։ Հա, ահա, ես երբ որ ինքը պիտի գար, մարտ ամսին պիտի գար, մենք արդեն նախապես գիտեինք ինքը երբ պիտի գա Հայաստան եւ գիտեի արդեն, որ 7 օրով է լինելու Հայաստանում, ուրեմն ես կազմել էի մի ցուցակ ամեն օրը, որտեղ պիտի գնանք եւ այդպես ոնց որ itinerary է, հա, կոչվում։ Ես ինքս ինձ այսպես travel ոնց որ ասած բան էի կազմել, arrangement ոնց որ ասած, ուրեմն գնացել ենք Սևան, Գառնիկ Եղարդ, այն տեղերը, որտեղ մենք միշտ բոլոր մեր հյուրերին տանում ենք, հա, Խորվիրապ, ինքը շատ տպավորված էր իրականում Խորվիրապով, նախ որ մենք իջանք ներքև եւ իմացավ լուսավորչի պատմությունը, հա, որ մենք ունեցել ենք քրիստոնյա այսպիսի 301 թվականից քրիստոնեական երկիր, որ մենք ենք առաջինը եղել, որ լուսավորիչը մնացել է այդտեղ 14 տարի եւ այլն, այսինքն այս բոլոր պատմությունները բնականաբար իր համար մարդկային իմաստով շատ հետաքրքիր էին, այո, որը տպավորություն էր, գիտեք ինչն էր հետաքրքիր, քանի որ մարտ ամիսն էր, մենք գնացինք Գառնիկ Եղարդ, ուրեմն Եղարդում սկզբում անձրև էր, Գառնից դուրս եկանք, թեթև անձրև էր, դե ինչպես ասացի, ինքը միշտ մեքենա էր վարձում, մեր առաջին տարիներին մինչև մեր Հայաստան վերադառնալը, մենք ինչքան գայինք, մենք մեքենա ենք վարձում, ու այդ սովորության համաձայն ինքը վարձել էր մեքենան։ Եվ այսպես ուրեմն պատկերացրեք մտանք Գառնի ու երևի մենք մի փոքր երկար շրջեցինք ըստ երևույթում Գեղարդ կներեք մենք Գեղարդ մտանք ու այդ պատմությանն էի ծանոթացնում երևի մենք մի փոքր ավել մնացինք այսպես Գեղարդում երբ որ դուրս եկանք մեկ էլ տեսնենք ամբողջը ձյունածածկ է երևի մենք եղել ենք կես ժամ Գեղարդում այսպես շրջել ենք մեջը տարբեր ինքը շատ է սիրում ասեմ մեր հայկական այդ վանքերը որ գնում ենք օրինակ մեր հայերին երբեք չեմ տեսել որ աստիճաններով բարձրանան վերևներում ուսումնասիրեն ինչ կա հա այդպես եկեղեցու մեջ տարբեր ասենք փոքրիկ ինչ որ բաներ ունենք չէ փոքրիկ սենյակ հա աղոթատեղիներ եւ այլն բայց գիտեք ինքը միշտ հետաքրքրված է մինչեւ հիմա էլ որ մենք գնում ենք միշտ այդպես ինքը հետաքրքրությամբ է գնում ուսումնասիրում ոչ թե հավատի իմաստով այլ էմոցիոններն ա գրավել որպես հա ուսումնասիրություն ու դա ինձ ուրախացնում էր որ տեսեք մենք գնացել ենք նաև Էջմիածին բոլոր եկեղեցիները այցելել ենք եւ երբ որ պիտի ամուսնանանք իր առաջարկով ինքը խնդրեց որ մենք ամուսնանանք եկեղեցում հենց մեծ եկեղեցում այսինքն Էջմիածնի
Աճարում, հա, այսպես եւ երբ գնացի, որ հետաքրքրվեմ, ասեցին, չէ, ամուսնություններ այստեղ չեն կատարում, միայն կնունքներ եւ այդպիսի, ասենք, արարողություններ, մի Իրան այսպես ինքը նեղվեց դրանից, որ տաճարում չպիտի լինի, մեր հիմնական եկեղեցում չպիտի լինի մեր ամուսնությունը, եւ տեղի ունեցավ մեր պսակադրությունը տեղի ունեցավ իրականում Սուրբ Գայանեում սպիտակ, այսպես սիրուն հագուստով, շատ մտերիմ մարդկանց շրջանակում, այդպես մենք սիրուն ու մի բան էլ ասեմ, էդ էլ է հետաքրքրական, մեր ընտանիքները երբեք չեն հանդիպել, այսինքն ինքը եկել էր մենակ, մենք ամուսնացել ենք իմ ընտանիքի հետ այստեղ, ոնց որ ասած, հայկական միջավայրում, հայկական այսպես մեր միջոցառումն են կազմակերպել եւ գնացել ենք Անգլիայում իր ընտանիքի հետ ենք այդ միջոցառումը կազմակերպել, որտեղ այնտեղ են գրանցվել ամուսնությունը, այնտեղ են գրանցել եւ էլի սիրուն հագուստով իր ընկերների հետ, իր ընտանիքի հետ փոքրիկ տենց հաճելի միջավայրում եւ մեր ընտանիքի անդամները երբեք չեն հանդիպել մինչ օրս ասեմ ձեզ Բոլորներում էլ չկա Դե իր ծնողները շուտ մահացան, ասեմ ձեզ, բայց ինձ շատ լավ ընդունեցին, ինձ մեծ սիրով են ընդունել, ես էլ իրենց, ես այդ ընտանիքում ինձ սիրված եմ զգացել միշտ, ու Քրիսմասը ասեմ ձեզ, Սուրբ Ծնունդը ամեն տարի իրենց հետ ենք հիմնականում անցկացրել, դա ինձ համար ընտանեկան օրեր, որ ես միշտ մտածում եմ, մենք բոլորս միասին պիտի լինենք, դա մեր բոլորի այսպես համերաշխ միություններ, բոլորս հավաքվում ենք մի օջախի մեջ, որ բոլորս միասին սպասում ենք այդ օրվան։ Հիմա հայերեն է խոսում ձեր ամուսինը արդեն հասցրել է սովորի։ Գիտեք, ինքը բավականին հասկանում է, բայց որ ասեմ հայերեն է խոսում, ինքը Հայաստանում դրա կարիքը իրականում չի զգում, որտեղ շատերը անգլերեն են հենց խոսում, ինքը շատ հեշտ կարողանում է ինտեգրվել, խնդիր չունի, այսինքն, էլի, այնպես չի, շատ բառապաշար ունի, հայերեն գիտի, այսինքն, բայց այնպես չի, որ ասեմ, գնում է ինքը հայերեն խոսում, այդպես չի։ Ինքը աշխատում է նույնիսկ անգլերենով է, շատ քիչ է շփվում։ Իր շփումը, ասենք, այդքան բան չի, նույնիսկ Անգլիայում, հա, ասենց ասեմ, նա տեսակն է դա այդպիսին, բայց իրան լավ ազգում, այո։ Մի բան, որ միջև հիմա իր համար տարօրինակ է, որ երբեմն ասի, ես հայեր ես, բանը ինչի համար են սենց անում, էլի։ Հա, գիտեք, մենք որ խոսում ենք, չէ, հայերս, միշտ իրան թվում է մենք գոռում ենք, իրար հետ կռվում ենք, որովհետև բարձր են, չէ, հայերը խոսում, ասենք, մանավանդ դրսում հարևաններ, չգիտեմ, այնպես մեկ էլ լսում ես, մարդիկ իրականում խոսում են իրար հետ, այդպես շփվում են, բայց մեկ-մեկ իրան թվում է, որ կռվում են։ Իրա համար մի քիչ անսովոր է այդ մեր բարձր խոսելը, էլի։ Իսկ ի՞նչն է, որ ոնց որ սիրահարվել է Հայաստանի այդ մի կետի վրա։ Թեկուզ համը կլինի, թեկուզ ինչ-որ մի երևույթ, թեկուզ հայերի ինչ-որ մտածելակերպ։ Որ ասեմ, իրականում ինքս էլ չգիտեմ, բայց ինքը հարմարվող է։ Ինքը փորձեց հարմարվի մեր հայկական միջավայրին, երբեք չի բողոքում, ասեմ ձեզ ինչի չի հավանում, customer service-ը, որովհետև որտեղ որ ուզում է, ասենք, email ուղարկի, անգլերեն լեզվով, ինչ-որ մի բան հարցնի, երբեք պատասխան չի ստանում։ Իսկ Անգլիայում customer service-ը ամենաբարձր այսպես որակավորումներն են, էլի փորձում տալ customer service-ին։ Եթե ինչ-որ մի կազմակերպությունում customer service-ը responsive չի, ոչ ինքը չի կարողանում ճիշտ ժամանակին արձագանքել, այդ կազմակերպությունը իրականում լավ ռեյտինգ չունի։ Իսկ ասել բոլորն են այդպես, էլի, հա, այդ մի քիչ պակասում է, մի քիչ թե շատ։ Դե մենք է սովորել ենք արդեն։ Փաստորեն դուք այն սկզբում, որ փորձում եք բաներին հարցազրույցներին մասնակցեիք, ինչ որ բան ուղարկում ենք, իրանք պարտադիր ձեր բոլոր Այո, բոլոր, հիմնականում, այո, պարտադիր պատասխան գոնե թեկուզ մերժման նամակ, այդպես գոնե ստանում էի, կամ զանգում էին, ասում էին, ասենք թե ինչու եմ մերժվել կամ բան, բայց ես ասում եմ, ես չեմ ընկճվել, որտեվ գիտեի, որ դա առաջին իմ քայլերն եմ ես կատարում, ու պիտի չընկճվեմ, ես պիտի, հա, ռիսկ անեմ ուղղակի։
Դե էդ էլ կարևոր մշակույթ էլի ամեն դեպքում իրանց վերաբերմունքն էլ ճիշտ չէ, որ թեկուզ եթե մերժում են զանգել են Այո, դուրս երբ որ փոշակցել են, մերժում են, նույնիսկ Հայաստանում ասում են, թե սիրուն ինչի չի համար են մերժում, հա, դու արդեն գիտես ինչի վրա պիտի աշխատես։ աշխատես։ Դա ինձ դուր էր գալիս feedback։ Նույնիսկ երբ Մհմ, որ գնում էինք հարցազրույցի, ասում էին կարող եք մեզ feedback ուղարկել։ Նույնիսկ մենք, որ գնացել ենք հարցազրույցի, որպեսզի մհմ, ասենք իրենք ոնց են անցկացրել հարցազրույցը, այսինքն իրանց համար էլ էր կարևոր մեր feedback-ը։ Հա, այսինքն երկկողմանի է դա, էլի, իրանք շատ սիրում են այդ communication-ը, երկկողմանի կողմանի։ Մհմ, հաղորդագրությունը կապի պահպանում, այո։ մհմ։ Դե հուսանք Հայաստանում էլ այդ մշակույթը քիչ-քիչ կմտնի, էլի գոնե։ Դրանք Հա։ Լավ, հիմա տա մեր նախագծի վերջին հարցը, ես կասեմ նախադասություն եւ դուք կասեք նախադասությունը նորից ու կշարունակեք ձեր տեսակետով։ Ես իմ անուշ Հայաստանի ինչ եք սիրում։ իմ ջուրն եմ սիրում, իմ օդն եմ սիրում, իմ արևն եմ սիրում, արևը։ Հա, Շատ շնորհակալ ենք Մարինա ջան, շատ հաճելի էր, շատ ուրախ ենք, որ վերադարձել եք էնել ընտանիքով, թող բոլոր հայերը ձերպես մտածեն, թեկուզ նույնիսկ եթե օտար երկրում ապրեն, ձերպես փորձեն հայավարի մտածեն, փորձեն պահեն այդ մեր հայկականությունը եւ օրերից մի օր այդ որոշում կայացնեն ու որոշեն, որ վերադառնան։ Շնորհակալ եմ Շնորհակալ եմ։ հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։